այդպես վիլիսներով քայթ էին տանում, հիմա զբոսաշրջիկներ են տանում բերում, չգիտեմ, գունավոր ավտոբուսներով։ Խնդրեմ ես իրողության անդրադառնալ եւ իհարկե խայտարակ պատկերի ականատեսի եղանք, մենք տեսանյութ կդնենք, որպեսզի լսարանը եւս մեկ անգամ տեսնի ինչի մասին է խոսքը։ Գեղամ Նազարյանի խայտարակ հայոյանքներն ու պահվածքը կանանց մեր գործընկերների լրագրողների նկատմամբ։ Հավեցեք։ Շնորհակալ եմ, գանք սկզբից, ուրեմն դե Նիկոլ Փաշինյանի գաստրոլները շարունակվում է ու զարմանալին ու հետաքրքիրը գիտեք որն է, որ ոնց կարող է Նիկոլ Փաշինյանը գնա եկեղեցու օծման։ Ասենք Նիկոլ Փաշինյանը կարա գնա եկեղեցու քանդման, եկեղեցու կեղեքման կամ եկեղեցականների, ասենք բռնաճնշումների հետ կազմակերպչական հարցերով կարա զբաղվի, բայց որ Նիկոլ Փաշինյանը գնացել է այն էլ Կիրանց, այն Կիրանցը, որը որ հանձնում էր, հետո կիսատ հանձնեց, որովհետև հնարավորությունները չներեց, գնացել է այնտեղ, որ ինչը օծի, որ եկեղեցին օծի, ինքը Աստծուն հավատում է, ընդհանրապես, որ գնացել է Աստծո տունը, փաստացի եկեղեցին օծի, այսինքն դա հերթական խայտառակությունն է, ու բնականաբար պետք է արդեն համոզված լինենք, որ Նիկոլ Փաշինյանը հերթական շոու իրան այդ վիդեո կոնտենտն է պետք։ Ինչ վերաբերվում է այդ վիլիսներին, որ ինքը ասում է, որ գիտեք ինչ կային ժամանակ վիլիսներով փայտ էին բերում, հիմա ավտոբուսներով զբոսաշրջիկներ են բերում, պետք է իրան հիշեցնեմ, որ ինքը իր այդ ժամանակվա ԱԱԾ պետին ասում էր, որ ինքը արյան գետեր է ուզում, ու ինքը ստեղծեց այդ արյան գետերը ունեցավ ու դրանից հաճույք ստացավ։ Հաշվի առնելով նաև այդ մարզը, այդ տարածաշրջանը, այսինքն այն մեր հայրենակիցների արյան գետերը ինքը ստացավ ու դրանից հոգին փառավորվեց երևի, ինչպես ինքը կասեր։ Հիմա այդ արյան գետերի հաշվին, որ դու ստեղծել ես ու քո ԱԱԾ պետին հրանգավորել ես, որ այդ արյան գետերը ստեղծի ու լինի, հիմա ասում ես զբոսաշրջիկներին բերել ես, որ այդ արյան գետերը տեսնեն։ Կամ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի տարածքում դու արյան գետեր ստեղծել ես։ Մեր 5000 տղաների արյունը արյան գետեր է, ու Հայաստանի Հանրապետությունում քո մեղավորությամբ ու քո կառավարման տարիներին յուրաքանչյուրի մահը, որը որ ձեր անգործության հետևանքն է, այդ արյան գետերի շարունակությունն է։ Այսինքն դու ստեղծել ես արյան գետեր Արցախում, ստեղծել ես արյան գետեր Իջևանում, Կիրանցում, արյան գետեր Հայաստանում եւ Երևանում մասնավորապես։ Այսինքն դու արյան գետերով ես էլի սնվում, ինչպես վամպիրները։ Հիմա տես, քեզ եկել է դիմավորի մի մարդ, ով իր խոսքերն եմ հետ ցիտում էլ, երևի մոռացել է Գեղամ Նազարյանը, ես շատ եմ ափսոսում, որ Աբգարի հայրի ինքն է, ամենայն անկեղծությամբ եմ ասում, ափսոսելու է էլի, որ այդ նմանի տղու հերը կարա սենց մարդ լինի էլի։ Ուրեմն Գեղամ Նազարյանը առավոտից հերթա կանգնե, գնացել է Կիրանց, որ դիմավորի վարչապետի ձեռքը սեղմի, ում ինքը այն ժամանակ ասում էր, որ իմ Աբգարին ինքն է սպանել ու լիքը մնացած Աբգարներին սպանել է Նիկոլ Փաշինյանը։ Այդ հարցազրույցը կա, բոլորը վստահ եմ տեսել են։ Հիմա այդ ո՞նց եղավ, Գեղամ Նազարյան, էլի երազիտ ինչ որ գումարներ եկան կամ Նիկոլ Փաշինյանը եկավ, ասենք տոպրակով մեջը գումարներ, պարգևավճարներ ու որոշեցիր, որ այն մյուս Աբգարներին էլ Նիկոլ Փաշինյանը չի սպանել։ Բայց այդ արյան գետերը ո՞նց ես ուրանում։ Ոնց ես դու եռաբլուրը ուրանում, որտեղ որ նույն քո որդին է, ախր ոնց կարելի է այդքան սրբապիղծ լինել, դա մեկ։ Ազգային ժողովի պատգամավոր է իդեպ։ Ձեր որդուն շիրմական ստեղա, վատարքի է քալիս։ Դուք ով եք, որ ասեք ինչ-որ մեկին հավաքեն թե չէ, չհասկացա։ Ես ազատ եմ դու բանկուր դեպի։ Ստարում է, բանտա Սուրտ տեղը սրես եք անբարերականությունը։ Ձեր նման չպիտի գա։ Սուրտ տեղը ձեր նման չպիտի գա։ Չես կարող։ Սա անբարերական, ներազնության հետ կապ բարերը չափան եք, դուք եք պատգամավոր եք կոչվում։ Ես ինչ վիճակ է։ Այն ներազնության մակարդակն է։ Երկու ուրություններ եկել են սրբավայր։ Խնդրեմ սրա սպասվածքը։
Դե սրբապղծությունը նախ նրանով պայմանավորված, որ եկեղեցու, ասենք, հետ կապված ու այս մարդը, ելի եմ ասում, ցավում եմ, որ ինքը Աբգարի հերն է, բայց ինքը սովորական ոնց է, չէ, Նիկոլը, ասենք, թուրքի կոշիկ է լզում, ինքն էլ Նիկոլի կոշիկներն է լզում, էլի այս վիճակն է։ Ուրեմն տեսեք, այս մարդը падգամավոր լինելով նախ սպառնում է։ Երբ որ ընդդիմադիրներից մեկը օգտագործում է մի բառակապակցություն, որ մեջը մի քիչ, ասենք, սպառնալիք էլ չի, սպառնալիքին կարա մոտ լինի, ինչպես օրինակ, ասենք, պայմանականորեն մեկի դեպքում հետույք բառներ, չէ։ Հիմա այս մարդը ուղիղ սպառնում է ու դե բնականաբար լռում են բոլորը, որտեղ եկել է Նիկոլին դիմավորի։ Հետո ոնց կարելի է հայ կնոջ հայուհու հետ հայ տղամարդը սենց խոսա։ Ոնց կարելի է թույլ տալ, որ առավել եւս падգամավորը, ով ավելի մեծ պարտականություններ ունի, ով ավելի մեծ նշանակություն պետքա տա լրագրողների հետ էթիկան պահելու համար, մեր քաղաքացիների, ու ինքը պարտավոր է լսի յուրաքանչյուրի քննադատությունը։ Դա պարտավոր է, դա իր գործի մեջ է մտնում։ Այսինքն Գեգամ Նազարյան, դու պարտավոր ես լսես մեր ժողովրդի խոսքը ու հանդուրժես, եթե անգամ դա քեզ հաճելի չի, որովհետև դու ժողովրդի աշխատողն ես։ Երկրորդ, հայուհու հետ ոնց կարելի է ասենք լավ քեզ չեն սովորացրել տունը, որ հայուհու կնոջ հետ չի կարելի նման կերպ խոսել։ Ու վերջի վերջո, որ դու քո տղու արունը ուրացել ես, ու մենք համարում ենք հերոս։ Դու քեզ ինչ իրավունք ես վերապահում ընդհանրապես, քեզ նման կերպ դրսևորես, որ ինչ լինի, շատ ժամանակ ասել ենք դե լավ, Աբգարի հերնա բան չասենք, բայց ոնց կարելի է քեզի սենց ձև ես դրսևորում։ Դու ընդհանրապես ով ես։ Դու սովորական նիկոլական ես, ով ամոթա ու այդ պատմության աղբանոցում դու հայտնվելու ես։ Ու օգոստոսի 2-ից հետո, երբ որ այդ մանդատն էլ չունենաս, պարգևավճարն էլ չունենաս, այդ դու պետքա զգուշանաս, որ հենց քո Նիկոլը քեզ չդատի, որովհետև Նիկոլը երբեք չի ներում այն մարդկանց, ովքեր որ ժամանակին իր դեմ խոսել են, առավել եւս նման ռետորաբանությամբ։ Դու էիր ասում, որ Նիկոլն է մեղավոր, որ մեր որդիները հազարավոր զոհվել են։ Հիմա Նիկոլը քեզ չի ներել, Նիկոլը քեզ օգտագործում է ու շատ ճիշտ է անում։ Ու օգոստոսի 2-ից հետո դեռ դու պետք է զգուշ լինես, որ դու ճաղերի հետևում չհայտնվես, ու դա սպառնալիք չի, դա զգուշացում է, որովհետև ինչպես դու նկատել ես կամ չես նկատել, քեզ հիշեցնենք, որ շատ ժամանակ հեղափոխությունը խժռել է իր զավակներին, իսկ Նիկոլ Փաշինյանը իր իսկ աջակիցներին։ Բավականին մարդիկ եկել են ու գնացել են այդ ճանապարհով։ Նենց որ դու ոչ միայն պատմության աղբանոցում ես քո տեղը ամրագրել, այլ վաղը միսօր դու կարող ես ճաղերի հետևում հայտնվես, հենց քո իսկ պատճառով, քո իսկ դրսևորումների պատճառով, էլ չեմ ասում, որ արդեն դարել է սովորական ԿՊԱ-ական, ով փողոցում չի կարող նորմալ ազատ հանգիստ քայլի զբոսնի, որովհետև դու Գեգամ Նազարյանն ես, ընդամենը։ Մենք էլ քեզ չենք ասոցացնում ու կապում Աբգարի հետ, դու իր հետ կապ չունես։ Դու իրան արդեն ուրացել ես եւ երազով եւ իրականության մեջ։ Ես ցավում եմ քո համար, ցավակցում եմ քեզ քո մասով։ Ուրեմն, ստեղ այս իշխանական թեզերից, այդ շոուներից բացի պետք է անդրադառնանք, որ Ադրբեջանի փոխվարչապետին բերեցին Հայաստան, տարան Աղվերան, մի երկու հող նվեր տվեցին, հետո որոշեցին, թե քանի գյուղ են հանձնելու, բնականաբար օդում կախված լուրերից։ Հիմա ես տարբեր տեղերից, օրինակ կարդացել եմ նաև համացանցում, որ պայմանավորվել են հունիս ամսին ընտրություններից հետո 8 գյուղ հանձնվելու է էլի Ադրբեջանին, անունը կդնեն դեմարկացիա, դելիմիտացիա, սահմանազատում, չգիտեմ, միակողմանի հանձնումները կներկայացնեն որպես խաղաղության ինչ-որ փոխզիջումներ եւ այլն, բայց այնուամենայնիվ ունենք այն ինչ ունենք։ Դուք բերել եք ժողովրդից թաքուն, այսինքն դուք լայվերով իրազեկելով ամեն ինչ մենք ժողովրդից ոչ մի բան չենք թաքցնում, ոնց ժողովրդից թաքցրեցիք, բանակցեցիք, Արցախը հանձնեցիք, ոնց ժողովրդից թաքուն բանակցեցիք, հանձնեցիք հայկական տարածքներ, որը օկուպացված է Ադրբեջանի կողմից, հիմա էլ թաքցնում եք, թե փոխվարչապետի հետ Ադրբեջանի ինչ եք պայմանավորվել։ Պարզ է, չէ՞ որ պայմանավորվել եք ինչ-որ մի բան հանձնեք։ Ես չեմ հավատում, որ պայմանավորվել եք, որ գնաք մինչև Բաքու ազատագրեք։ Պարզ է, չէ՞ որ դա հնարավոր չի ձեր պարագայում։ Նենց որ այդ ձեր հանձնումները մենք իմանալու ենք ու էլի ներում չի լինելու։ Մենք
Գնալու ենք ձեր յուրաքանչյուր եւ ստի, եւ հանձնման, եւ յուրաքանչյուր խնդրի հետևից, որը որ դուք առաջացրել եք մեր յուրաքանչյուրի կյանքում։ Էլ չեմ ասում այն անդառնալի կորուստները, որ դուք 2018 թվականից հետո հայ ազգի գլխին որպես չարիք եկել եք, ու այդ կորուստների անդառնալի լինելը, որը որ դուք անգամ զոհերի թիվ եք կեղծում, դուք անգամ կեղծում եք պատերազմ, դուք ընտրություններ էլ կարաք կեղծեք, բայց վերջի վերջո այն պատմությունը, որը որ մենք վերականգնելու ենք, այսինքն դուք հայտնվելու եք, չէ՞, աղբանոցում ինչ-որ մի օր, յուրաքանչյուր իշխանություն հավերժ չի, դա լինի լավ իշխանություն, վատ իշխանություն, չարի իշխանություն, հիմա ձերը չարի իշխանությունն է, ինչ որ ժամանակահատված անցնի, ու դուք էլ չեք լինելի իշխանություն, կեղծեք ընտրությունները, փողոցային պայքարներով փորձեք ինչ-որ մի բան ձևակերպեք, որ դուք այնտեղ մեկը կար, չէ, գրելա, որ Նիկոլը ուզենա կարա նորից հեղափոխություն անի։ Ինչի հաշվին հեղափոխություն անի Նիկոլը, եթե հեղափոխության յուրաքանչյուր թես խախտել է հենց Նիկոլ Փաշինյանը։ Կամ այդ որ բերում եք մի քանի հոգի երկցնում եք հրապարակում, այդ ժողովուրդն էլ գալիս է, որ այդ երկիշներին տենա, ասում եք, այս մեր էլեկտորատն է, այս մեր աջակիցներն են եւ այն։ Այդ մարդիկ եկել էին ձրի սասնսկի ուտելու։ Ձրի, այն էլ եկան տեսան, ձրի չի թողեցին գնացին։ Էսա ձեր աջակիցներին, ամենայն հարգանքով մեր բոլոր հայրենակիցներին ես անգամ չեմ փորձում վիրավորեմ, բայց այն մարդիկ, ովքեր որ արդարացնում են Նիկոլ Փաշինյանին այսքանից հետո, իրանք խնդիրներ ունեն, հոգեկան խնդիրներ ունեն, հայրենասիրության հետ կապված խնդիրներ ունեն, աշխատեք ձեր վրա, որովհետև Նիկոլից հետո էլ կյանք կա, ու դուք այդ կյանքում լինելու եք սովորական վտարանդիներ։ Հիմա Ալեն Սիմոնյանը Պետրոսի մոտ խոսում էր ապագայից, խաղաղությունից, ինքնիշխանությունից եւ իրական Հայաստանից։ Հիմա Ալեն Սիմոնյան, պարզա որ Պետրոսը քեզ չէր հարցնելու թքելուց ու մնացած այն ամեն ինչից, որի հետ դու ավելի շատ սեր ունես։ Պարզա որ Պետրոսի հետ հրանգավորումները ստացել է, որ չասի, բայց հիմա նախ մենք դա հարցնելու էլ բան չենք տեսնում, որովհետև դու փաստացի թքել ես քաղաքացու վրա ու անգամ չես էլ փորձում ինչ-որ արդարացումներ գտնել։ Երկրորդ, դու որ ասում ես իրական Հայաստան, դու ինչ նկատի ունես, դու Աղդամցի Ալենը չես։ Աղդամը քո հայրենիքը չի, այ ախպեր։ Այդ ոնց եղավ, որ Աղդամը էլ իրական Հայաստանի հետ կապ չունի, բա այդ նուրը, որ գրկել էիք դու Պապիկյան Սուրոն ու ձեր հայրենիքն էր Աղդամը եւ այլն, էլ ձեր հայրենիքը չի, իմացար, որ ուրիշ տեղից ես արդեն։ Հիմա կարող է պարզվի այսօր Կասկադցի ես, հետո Կասկադը հանձնես կամ կենտրոնը, ասես ակազվեցա, ես Բաքվից եմ։ Այդ իրական Հայաստանի հետ դու կապ չունեք։ Խաղաղության հետ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընդհանրապես կապ չունի, որովհետև իրանք ինչ եկել են ու զավթել են այս իշխանությունը մեր երկրում, պատերազմներ են, կորուստներ են, տարածքային հանձնումներ են, անդառնալի կորուստներ են, մահա, ձեր բերածը միայն մահա։ Ինչպես կասեր արդեն լուսահոգի Արմեն Գրիգորյանը, պետք է սրանց հանենք, սիրելի ժողովուրդ, որ մարդ չմեռնի էլ, որ հող չհանձնեն էլ։ Հիմա մենք արդեն ինչքան բացթողումները հաշվի առնելով, մենք պետք է սրանց հանենք, որ մարդ չմեռնի էլ։ Հիմա պետք չի Ալեն Սիմոնյանին բացատրել իր խնդիրները կամ իրենց իշխանության բերած չարիքները, որովհետև այս մարդիկ անգամ իրական Հայաստանից խոսելուց, այդ իրական Հայաստանի մակետը, որ սարքել են իրանց դոշին կրում են, այդտեղ օկուպացված տարածքներ կա, որ ադրբեջանցիներն են։ Անգամ ստեղ իրանք իրական Հայաստանի այդ տեսլականը, որ ներկայացնում են որպես նախընտրական քարոզարշավ, անգամ այդտեղ ադրբեջանցիները օկուպացված տարածքներ ունեն, որը հայկական սուվերեն տարածքներ են, հենց որ այդ իրական Հայաստանից խոսելուց կամ Պետրոսի հետ այդ ջանջիգարով մեր հայրենակիցներին հմեկով խափելուց ուշադիր եղեք, որովհետև հետո այդ պատճառը հետևանքային կապը կա, հետո ձեր իշխանության չլինել կա, ու այդ մնացած խնդիրները հետո ձեր կյանքում, որ առաջանալու է, լուծելու նաև խնդիրները, դուք չեք կարողանալու այդ պատասխանատվությունը ձեր ուսերին վերցրած, կարողանաք առաջնորդեք ու տանեք, այսինքն դուք սովորական բանսարկու խաբեբաներ եք, ոնց որ ձեր տերը Նիկոլը, էլ չեմ ասում Ալիևի մասին։ Դուք ուղակի պարգևավճարների հաշվին, մեր պետբյուջեի հաշվին ապրող ձրիակերներ եք,
ու վերջակետ։ Այսինքն դրանից ավել բան պետք չի, որ դուք քննարկեք առավել եւս հմեկում Պետրոսի մոտ։ Ամիրյանի վրա կազմակերպված ձեր խնջույքը այս ֆոնի վրա, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ խնդիրներ, սահմանային խնդիրներ, տնտեսական խնդիրներ, աղքատություն վերջի վերջո 40% եւ այլն, ու այդ սոցիալական խնդիրները թողել եք, աշխատում եք այն քաղաքացիների վրա, ում խափում եք, ասում եք, որ միսը ձրի ալնելու, որ այդ մարդիկ գան։ Դուք իրենցով իշխանության վերարտադրության խնդիրը չեք կարողանալու լուծեք։ Հետո անցնում ենք Աննա Հակոբյանին, իդեպ չէի կարող ես անձնապես չառանձնացնել ու չանդրադառնալ։ Ուրեմն տեսեք, նախ Աննա Հակոբյանը վերադարձավ ընտանիք։ Պարզավոր Զաքսով էլի չէ, որ երբ ուզի էլի թողի գնա, բայց այնուամենայնիվ այդ մասով բաց թողենք, ինքը իր զարդերը, իր ցոփ ու շվայտ կյանքը արդեն էլի անվտանգության աշխատակիցներով։ Հիմա Աննա Հակոբյանը ասուլիսական չէ, ու ուշադրություն, պաշտպանում է կանանց, աղջիկների իրավունքները, պատկերացնում եք Աննա Հակոբյանը։ Աննա Հակոբյանի ամուսինը սպանել է Սոնա Մնացականյանին իր ավտոշարասյան շնորհիվ, ովքեր որ անգամ չեն սպանելուց հետո չեն կանգնել տեսնել ում սպանեցին, այդ կինը ով էր, հղի էր եւ այլն։ Այսինքն սովորական մարդասպանություն, որը որ իրագործվել է օրը ցերեկով վարչապետի ավտոշարասյան կողմից։ Հիմա Սոնա Մնացականյանի իրավունքներով ով է զբաղվում։ Սիրելի տիկին Աննա, դու որ հայ կանանց մասով փորձում ես մտահոգությունդ հայտնես, նախ դու որպես հայուհի ամենավատագույն օրինակն ես, որ կարող է լինել Հայաստանի Հանրապետությունում, առավել եւս ցավոք սրտի առաջի տիկնոջ։ Երկրորդ, դու ինչ օրինակ ես ծառայում, որ մի հատ էլ փորձում ես այդ քո օրինակ ծառայելով մյուսներին ինչ որ մի ձև խորհուրդներ տաս, կամ լրագրողների հետ փորձես երկխոսության մտնես, բայց խուսափես կարևոր հարցերից։ Դու նույն Աննա Հակոբյանը չես։ Ինչ է փոխվել քո կյանքում։ Մի շաբաթ վարձով ես մնացել, մոռացել ես քո ամբողջ անցյալը։ Դու մոռացել ես, որ ասում ես 11000 դասալիք ունենք։ Ու քո տղուց քսած քո ամուսնով վերջացրած բոլորը դասալիքներ են։ Հիմա դու եկել ես ասում ես, որ մենք ենք դասալիք, հայ ժողովուրդը երբևիցե չի ունեցել դասալիքներ, ուղղակի ձեր այդ հորինված թեզերն է, որ դուք այդ բարոյա հոգեբանական իրավիճակի վրա ազդեք։ Կամ հետո դու այդ քո իմ քայլը հիմնադրամով այդ ժպիտների քաղաք, այդ որ քեզ փողեր են մուծվում, այդ ով չգիտի, որ դու էլ հերքում ես կամ այդ քո սովորական թուրքական ժպիտով փորձում ես անցնես առաջ, ով չգիտի այդ քո գումարային, հա, տեսանկյունից սերը, ինչքան է սիրում գումարներ։ Պարզա չէ, որ այնքան չեք ունեցել, հիմա չեք կշտանում։ Այդքան ունեք, այդքան կերել եք, մեր հարկերից վերցրել եք ու կերել եք, թուրքական գումարները վերցրել եք, Արցախը հանձնել եք ու կերել եք, բայց էլի չեք կշտանում։ Նենց որ, երբ որ դուք ուզում եք պաշտպանեք կանանց իրավունքները, դուք պետք է գոնե հետ գնաք այն ժամանակաշրջան, ու այդ ձեր 18 թվականից սկսած փորձեք պաշտպանեք այն կանանց, պայմանականորեն Շուշան Պետրոսյանի, ում կեղեքում էիք, ում հայաթը դագաղներ էիք տանում, ում երեխաներին սպառնում էիք, հայկին չի Շուշան Պետրոսյանը, ու այդպես տարբեր մարդկանց, տարբեր կանանց, նենց որ դուք կանանց իրավունքներից շատ հեռու եք, դուք փորձեք հիմիկվանից նախապատրաստվեք, որ ձեր իրավունքները դատարանում ինչ-որ մեկը պաշտպանի։ Ուրեմն արտաքին պարտքի հետ կապված արդեն հատել ենք 14 միլիարդ դոլարի շեմը ու սիրելի քաղաքացիներ, իմ հարգարժան հայրենակիցներ, էլի անկախ ձեր այդ քաղաքական դիրքորոշումից, մոտեցումներից, էլի լավ անկեղծ, ձեր մոտ հարց չի առաջանում, լավ էս արտաքին պարտքը, որ սենց ավելանում է, այդ ում հաշվին է, էլի, ում հաշվից է գնալու, յուրաքանչյուր անգամ նորածին երեխայի վրա արդեն միջին հաշվարկով, կամ 1 միլիոն դրամի պարտք, այսինքն յուրաքանչյուր քաղաքացի նորածինը ծնվեց 1 միլիոն դրամ, ու հետևաբար այսպես բաժանվելու է 3 միլիոն, ինչպես Նիկոլը կասեր, վարչապետերի վրա, հիմա, նույն ժամանակագրությամբ, եթե հետ ենք գնում, 7 միլիարդ պարտք ունեցել ենք նախկին
3 նախագահների օրոք, ովքեր 30 տարում ստեղծել են բանակ, կազմավորել են ու պահել են բանակ, հաղթանակած բանակ, ազատագրել են Արցախը եւ այսպես շարունակ, տնտեսություն են զարգացրել, մենք կարողացել ենք ապրանքաշրջանառություն ունենանք մեր դաշնակից պետության հետ։ Ու վերջի վերջո այդ 30 տարիների ընթացքում մեր արտաքին պարտքը եղել է 7 միլիարդ։ Դուք 18 թվականից այս կողմ 7 շուրջ 8 տարիների ընթացքում 30 տարվան համարժեք պարտք եք վերցրել։ Ինչ եք արել այդ գումարները, ուր է այդ գումարները, մեր հայ ժողովրդի անունից վերցված 7 միլիարդ դոլարը, ուր է, Նիկոլ Փաշինյան, որտեղ է այդ գումարները, ում գրպանն է գնացել։ Պարզ է, որ մենք հասկանում ենք, որ քաղաքացիական պայմանագրի առաջի ցուցակի մինիմում 30 հոգու գրպաններն է գնացել, ովքեր որ հետագայում պատասխանատվության են ենթարկվելու։ Բայց ոնց կարելի է այդքան ստորություն դրսևորել, ամբողջ ազգի հաշվին պարտք վերցնել, որ մի կտոր ավել միս ուտեք։ Ոնց կարելի է այդքան ագահ լինել, այդքան արուն խմել։ Ոնց կարելի է, դուք Աստված ունեք, դուք ընդհանրապես չեք վախենում Աստծուց։ Լավ, ոնց կարելի է այդքան մեղքերի շղթան հավաքել, էլի։ Ոնց, ես զարմանում եմ։ Սիրելի հայրենակիցներ, լավ, դուք հանդուրժելու եք, որ այս մարդիկ մեր հաշվին պարտքերը վերցնեն, ցոփ ու շվայտ կյանքով ապրեն, հետո էլ ասեն, դե մենք մեղավոր չենք, դուք մեզ ընտրել եք, մենք էլ սենց ենք աշխատում, ոնց կարում ենք, այտենց էլ աշխատում ենք։ Սենց է դուրս գալի։ Հիմա մենք այս ամեն ինչը ոնց ենք հանդուրժելու։ Ախր այս մարդիկ, ախր ճակերտավոր մարդիկ ուրացել են մեր ինքնությունը, իրանք հարցականի տակ են դրել ցեղասպանությունը, ցեղասպանության հաջորդ օրը քեֆ էին կազմակերպել ու այդ ամեն ինչը ախր հանդուրժելու չի, անթույլատրելի է։ Այս մարդիկ ասում են Արարատ սարը մերը չի, մի նայեք այդ կողմ։ Պատկերացնում եք ուր ենք հասել։ Ինչ որ մեկը կհավատար, սիրելի հայրենակիցներ, ինչ որ մեկին, որ 10 տարի առաջ կամ 15 պայմանականորեն ինչ որ տարիներ առաջ մինչև 18 թվականը, որ ասեին Արարատի մի կողմ մի նայ, մերը չի։ Դուք ո՞նց կվերաբերվեիք, հա, խոր վիրապի հակառակ կողմից նայեք։ Ասենք հանել եք, որ ինչ լինի, կամ Ալեն Սիմոնյանը ասում է, ես նոր անձնագրի մեջ հաշվել եմ մոտավորապես 70 տեղ Արարատը կա։ Եղբայր, դուք Արարատը ուրացել եք, ասում եք հայկական չի, ինչ կապ ունի քանի տեղ կա։ Ուզում ես ճակատիդ խփի Արարատի նկարը։ Դու վախում ես ասես, որ Արարատը հայկականն է։ Դու վախում ես ասես, որ Արցախը հայկական այնտեղ հայեր են ապրել։ Քո հայրենիք Աղդամի մասին վախում ես, խոսաս։ Դու վախում ես առանց ախրանիկ իջնես Երևանի փողոց։ Ու դու ասում ես, որ հաշվել ես 70 տեղ Արարատ կա։ Մենք էլ օրը 70 անգամ ասում ենք, որ դու հայ չես, որ Արարատը մերն է, դու մերը չես, որ ձերը Արարատ Միրզոյանն է, իսկ մերը բիբլիական Արարատ Սարն է։ Բա Արարատ Միրզոյանին ինչ ես անելու, բարևելուց ինչ ես ասելու։ Հա, փոխեք Միրզոև դրեք ազգանունը նախ, այդ Յանը հանեք, որտեղ ընդհանրապես անունն էլ դրեք Արագած։ Արագած Միրզոև ասեք Արարատ Միրզոյանին, էդ է ձերը։ Մեր տարբերությունը նրանում է, որ դուք անգամ այդ ձեր ախր ինքնախաբեություն էլ չի, դուք հանցավոր անգործության մեջ եք։ Մեր սահմանները առնական վիճակում ադրբեջանցիները օր-օրի մոտենում են, ու դուք հանցավոր անգործություն եք դրսևորում, ամբողջ օրը քեֆերի մեջ եք։ Դուք իրավունք չունեիք անգամ այս 8 տարիների ընթացքում մեկ օր քեֆ անելու, որովհետև դուք կորցրել եք 12000 քառակուսի կիլոմետր տարածք, օկուպացված է 200 կիլոմետր հայկական տարածք, զոհվել են 5000 եւ ավել տղաներ, վիրավորվել են 10000 եւ ավել տղաներ, հոգեշեղվել են 10000 եւ ավել մեր հայրենակիցներ, ամեն օր 100,000-ից ավել մարդ թմրանյութ է օգտագործում, այն որ դու ուզում էիր օրինականացնեիր, Ալեն, դուք ինչ իրավունք ունեք քեֆ անեք, դուք պետք է փողոցից փողոց ընկնեք, Telegram ալիքները ջնջեք, գտնեք ովքեր են զբաղվում դրանով, որովհետև մի ամբողջ սերունդ եք դուք կործանում ու դա հանցավոր անգործություն է կոչվում, որի համար իդեպ դատ է հասնում,
ազատազրկում, այսպես կոչված։ Այնպես որ դուք չեք խուսափել, ուզում եք 70 տեղ Արարատը նկարեք, ուզում եք ձեր ճակատին նկարեք, դուք ոչ Արարատի հետ կապ ունեք, ոչ հայ ժողովրդի հետ կապ ունեք, ոչ մեր պետության հետ կապ ունեք, ոչ ինքնիշխանության հետ կապ ունեք, ոչ էլ դուք ընդհանրապես մարդ եք։ Ես զարմանում եմ, դուք եք ծնվել ու ուր եք գնում։ Ամոթ է։ Ձեր վերջը մոտենում է։ Հիմա որպես այդպեսին կուզենայի անդրադառնալ վերջում, քանի որ առաջիկա ընտրությունները անխուսափելի է, որովհետև չստացվեց ունենանք օրակարգ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի հետ չգնանք անգամ ընտրությունների։ Հիմա տեսեք, ես նախ կուզեի, որ ընդդիմադիրները այս պրոյեկտ, չգիտեմ ինչ պրոյեկտներ կոչվածը թողենք մի կողմ, մենք ուսուսի 2018 թվականից ի վեր յուրաքանչյուր քաղաքական ուժ ու քաղաքական գործիչ տարբեր ժամանակահատվածներում, մեկը 19 թվականին, մեկը 20 թվականին, 21 եւ այսպես շարունակ։ Մենք այս վերջի 7 տարիների ընթացքում ուսուսի տված նույն խրամատում պայքարել ենք Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության դեմ։ Եկեք այս ամեն ինչը թողենք մի կողմ, այս անիմաստ խժդժոցները այսպես կոչված, համախմբվենք, որպեսզի Նիկոլին հեռացնենք, որ վերհիշում ենք մարդ չմեռնի էլ, ոչ մի բան չհանձնի էլ, պատկերացրիք, հիմա ես ամեն ինչ դրել եմ մի կողմ, մեր կուսակցությունը անգամ չի պայքարում ընտրություններում, մենք չենք մասնակցում, մենք պատրաստ ենք կանգնել յուրաքանչյուր ընդդիմադիրի կողքին, ով իրապես ընդդիմադիր է ու ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Եկեք համախմբվենք, որ մեր քաղաքացիները, ձեր ընտրողները մասնավորապես տեսնեն համախմբված ընդդիմություն մեկ օրակարգի շուրջ, որպեսզի իրենք էլ գան ու ճիշտ ընտրություն կատարեն, որ իմանան, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար պետք է գնալ քվեաթերթիկը վերցնել, սեփական խղճի հետ մնալ մենակ ու Նիկոլին դեմ քվեարկել։ Եթե մենք շարունակենք այս պառակտումները ընդդիմության մեջ, Նիկոլ Փաշինյանը կվերընտրվի բնականաբար, որովհետև Նիկոլ Փաշինյանը սնվում է հայի արյամբ, մեր պառակտումներով, այս մարդը ատելության քարոզով 18 թվականին իշխանություն է զավթել։ Հիմա, եթե մենք շարունակում ենք այս տեմպով, մենք չենք ունենում ապագայում հայրենասեր իշխանություններ ընդդիմադիրների շրջանակներում մասնավորապես պետք է համախմբվենք ու մեր հայրենակիցներին բոլորին կոչ անենք, որ յուրաքանչյուրը անգամ եթե չի սիրում ինչ որ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի անցած ճանապարհը, ինքը պետք է սիրի իր հայրենիքը ու գնա դեմ քվեարկի հայրենիքի գողին, դավաճանին, կապիտուլյանտին, այսինքն Նիկոլին ու գնա իրապես ընդդիմադիրներից յուրաքանչյուրին հավակնում է, սիրում է, գործելավոճը ավելի իրեն հոգի հարազատ է, գնա ընտրի ընդդիմադիրներից յուրաքանչյուր մեկին։ Պարզ այնտեղ կան արբանյակներ Նիկոլի, մենք բոլորս արդեն վաղուց գիտենք, ինչպիսին այդ Բաբաջանյանների խումբն է եւ այլն։ Նենց որ բարի եղեք, սիրելի հայրենակիցներ, նախ գնացեք ընտրության։ Սա մեր հայրենիքի լինել չլինելու մասին է։ Սա մեր երկրի լինել չլինելու մասին է։ Եթե մենք այսօր լռենք, մենք մեր երեխաներին չենք կարողանալու հայկական եկեղեցիներում կնքենք։ Եթե մենք այսօր լռենք ու չպայքարենք, մենք վաղը մյուս օր էլ արագացնել չենք կարողանալու համարել մերը, էլ Սևանն էլ չենք համարելու մերը ու չենք կարողանալու ունենանք մեր Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն ու մենք չենք լինելու ունդեղի քաղաքացիներ անկախ անձնագրի գույնից։ Նենց որ կոչս եւ խնդրանքս նախ ընդդիմադիրներին, որպիսի դրսևորեն հանդուրժողականություն ու միասնականություն, մեր քաղաքացիներին էլ, որ պարտադիր գնան մասնակցեն ընտրություններին եւ Նիկոլին դեմ քվեարկեն յուրաքանչյուր ընդդիմադիրի օգտին։ Շնորհակալություն։